Կյանքը բաղկացած է լավ ու վատ օրերից։ Մենք որոշել ենք ուշադրությունը կենտրոնացնել լավի վրա։ Միասին բացահայտելու ենք Գյումրիում կատարվող մշակութային, կրթական, սպորտային եւ բոլոր մնացած պայծառ նախաձեռնությունները։ Մեր հաղորդումների շարքը որոշել ենք սկսել դասական երաժշտության թեմայից։ Գյումրին միշտ է առանձնացել ճաշակով արվեստի հանրահռչակման գործում, սակայն տարբեր պատճառներով մեր քաղաքում մեծ դասական համերգներ հաճախ չեն լինում, իսկ գնալ Երևան հատուկ համերգ լսելու համար շատերի համար բարդ է։ Վերջին տարիներում Գյումրիում այդ պակասը լրացնում են երիտասարդ կատարողները, որոնք քաղաքի տարբեր վայրերում կամերային համերգներ են տալիս, ու սա քաղաքի համար առանցքային կարևորություն ունի։ Այսօր այս թեմայի շուրջ զրուցելու ենք Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, արվեստագետի թեկնածու եւ դոցենտ Հասմիկ Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Հարությունյան, նորից։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիք, եկաք։ Շատ ուրախ եմ, որ հենց մեր առաջին հաղորդումը ձեր հետ ենք անելու։ Ուզում եմ, որ ավելի ոչ ֆորմալ զրույցի տեսքով անցնի մեր հանդիպումը այսօրվա, միասին բացահայտենք այո Գյումրու դասական համերգների, երաժշտության, բոլոր իրադարձությունների մանրամասները։ Վերջին տարիներին հենց կոնսերվատորիայի ուսանողների շնորհիվ է ակտիվացել կյանքը երաժշտական ոլորտում։ Կպատմեք մի փոքր ինչ իրավիճակ էր նախկինում եւ ինչպես սկսվեցին այդ փոփոխությունները։ Սիրով Ես որպես այսօրվա մեր զրույցի թեմայի ելման այսպես կետ կամ ինչից սկսել խոսակցությունը, իհարկե մեր ռադիո լսողներին ուզում եմ հիշեցնել, որ Գյումրին նախկին Լենինականը, նախկին Ալեքսանդրապոլը ունի շատ հետաքրքիր ավանդույթներ քաղաքային մշակույթի, որտեղ տեղ են գտել, բացի ավանդական ճոխ երաժշտությունից, տեղ են գտել հատկապես խորհրդային տարիներին, նույնպես Ալեքսանդրապոլում, դասական երաժշտության համերգների կազմակերպումը եւ ընդհանրապես դասական երաժշտությունը որպես համերգային եւ երաժշտական կյանքի կարևոր բաղադրիչ։ Ալեքսանդրապոլին, եթե անդրադառնանք, Թիֆլիսում, եթե որևէ նշանավոր երաժիշտ ելույթ էր ունենում, անմիջապես նրան հրավիրում էին Ալեքսանդրապոլ։ Լենինականում անմիջապես խորհրդային կարգերի հաստատումից դեռ լենինական էլ չէր, 24 թվականին է լենինական, 1921 թվականին Դանիել Ղազարյանը հիմնեց երաժշտական ստուդիան, որը հետո դարձավ երաժշտական դպրոց եւ այսօր 100-ամյա այս դպրոցը Նիկողայոս Տիգրանյանի անունն է կրում։ Նիկողայոս Տիգրանյանի անունը, եթե տանք, Ալեքսանդրապոլից պրոֆեսիոնալ կրթություն ստացած դաշնակահար, ինքը կույր լինելով հանդերձ, Կոմիտասի հորդորով հավաքեց եւ դաշնամուրի համար մշակեց արևելյան դասական, մերձավոր արևելյան դասական մուղամները եւ առաջինն էր, որ նոտագրեց այդ բարդ ստեղծագործությունները եւ հետո մշակեց եւ հանրահռչակեց արվեստի այս ձևը, այս ճյուղը, այս ժանրը։ Լենինականում դասական երաժշտության հանրահռչակման, կենցաղավարման, ընդհանրապես համերգային կյանքի առումով շատ կարևոր դեր է կատարել ֆիլհարմոնիան, Լենինականի ֆիլհարմոնիան։ Շատ նշանավոր մարդիկ են այստեղ աշխատել, կազմակերպիչներ, ասենք այնպիսի անուն բոլորին շատ հայտնի եւ սիրելի, դա Ժան Էլոյանն էր, դերասան, եւ գալիս էին այստեղ Հայաստանի տարբեր շրջաններից, Երևանից, գալիս էին այստեղ Ժան Էլոյանի աջակցությամբ Շիրակի երգեր հավաքելու եւ զարմանալի թող չտվա Թաթուլ Ալթունյանի անվան երգիպարի պետական անսամբլը իր հիմնական երգացանկը եւ նվագացանկը Շիրակի երգերով է ձևավորել։ Այսինքն Շիրակը ամենաերկող երևի տարածաշրջաններից մեկն էր։ Եվ ահա ֆիլհարմոնիան ուներ նաև իր շատ հստակ կանոնակարգված, պարբերականությամբ, հաջորդականությամբ կազմակերպվող համերգները։ Լենինականում հյուրախաղերով հանդես են եկել խորհրդային միության շատ հեղինակավոր երաժիշտ կատարողներ, նվագախմբեր,
համույթներ, անսամբլներ, այսպես կարող ենք ասել։ Ես մի քանի անուն օրինակ Մստիսլավ Ռաստրապովիչը, Կոգանը, Դավիթ Օյսրախը, Արամ Խաչատրյանը բնականաբար։ Եվ այդ համերգները ունեին իրենց կազմակերպման հստակ ձևը։ Օրինակ, ազդագրերը գիտեինք որտեղ են փակցված։ Ես ինքս երբ 70-ական թվականների նոր ուսումնարանում երաժշտական ուսանող էի, մենք գիտեինք թե որտեղ են փակցված այդ աֆիշները։ Եվ շատ լավ գիտեինք թե քաղաքում ֆիլհարմոնիայի շենքը այսօրվա տեխնոլոգիական կենտրոնից տեղափոխվեց Սուրբ Ամենափրկիչ, որը այն ժամանակ գործող եկեղեցի չէր, եւ նշանակալի համերգներ այնտեղ էին կատարվում, իհարկե Դալիջի հնարավորությունները հաշվի չառնելով։ Կար այսպիսի բան։ Եվ երևի սա էր պատճառներից մեկը, հիմա անցում եմ կատարում ձեր հարցին, գալիս ենք դեպի մեր օրերը, քանի որ չունեինք ֆիլհարմոնիայի դահլիճ, իսկ ֆիլհարմոնիայի դահլիճը դասական համերգներ կազմակերպելու կարևորագույն պայմանն է։ Ինչու, որովհետև սա մի ամբողջ համակարգ է։ Կազմակերպչական առումով, դահլիճի ակուստիկ պայմաններով, փորձասենյակներով, դիմահարդարման սրահով, ամեն ինչ, կոմունիկացիաներով եւ իհարկե տոմսերի իրացման, հյուրախաղերի կազմակերպման, ցավոք Լենինականում չկար կանոնակարգված այս դահլիճը։ Եվ եկեղեցին ոնց որ բոլորս հասկանում ենք, որ սա ժամանակավոր ինչ որ մի միջոց է, տեղ է, որտեղից հետո երևի թե պետք է այդ հարցը լուծվեր, ցավոք չլուծվեց եւ այդ անլուծելի խնդիրը մենք տեղափոխեցինք մեր նորանկախ հանրապետության այս ժամանակաշրջանին։ Շարունակությունը կարող եմ չհիշեցնել, երկրաշարժ, այնուհետև փլուզում, տնտեսական, Արցախյան պատերազմ եւ ահավասիկ այսօր։ Այսօր եւս մենք չունենք ֆիլհարմոնիկ դահլիճ։ Սա ասում եմ ամենամեծ ցավով։ Եվ պետք է նշեմ, որ սա շատ մեծ խոչընդոտ է, որպեսզի բնականon համերգային, խոսքը էլի եմ կրկնում, դասական երաժշտության մասին է, որովհետև մենք քաղաքում ունենք 3 պրոֆեսիոնալ նվագախմբեր։ Դա պետական սիմֆոնիկ նվագախումբն է, որը ժամանակավորապես իր փորձերը կատարում է Հայոց Թատրոնը, ժողովրդական գործիքների պետական նվագախումբն է, որը վերջին տարիներին վերջապես նախկին դերինականի պրոֆիլակտորիայի Ղրիմյան Հայրիկ փողոցի վրա այդտեղ իր կացարանը գտավ, որտեղ էլի պայմանները այն ճիշտ լիարժեք հնարավորությունները չեն տալիս, բայց երբ պատկերացնում ենք, թե ինչի միջով անցավ այդ նվագախումբը եւ նրանց երախտագիտություն հայտնելով, որ պահպանեցին, չլուծարվեցին, չհեռացան, ծանրագույն պայմաններում տարբեր կառույցների մեջ, այսօր շարունակում են իրենց գործունեությունը եւ շատ լավ ընթացք են ապահովել։ Եվ ունենք փողային նվագախումբը նույնպես մեծ երաժշտախումբ է, երևի թե կուզենայինք, որ իրենք էլ առանձին ունենային իրենց փորձադահլիճը, եւ եթե ունենք քաղաքում դահլիճ, մեկ ֆիլհարմոնիկ դահլիճ, այս բոլոր նվագախմբերը կարող էին իրենց ուրեմն ելույթներ։ Դահլիճից քանի որ խոսեցինք, ասեմ, վերջին իհարկե 3 տարվա ընթացքում եղավ փոքրիկ փոփոխություն մեր համայնքապետարանի մշակույթի բաժնի ջանքերի շնորհիվ եւ հատկապես պետ Լիլիթ Թոմասյանի ջանքերի շնորհիվ մենք հիմա ունենք կամերային երաժշտության դահլիճ, որը Բրուցյանի անվան 4-րդ երաժշտական դպրոցի դահլիճն է։ Բայց այստեղ կան էլի խնդիրներ, որոնք պետք է շատ արագ լուծվեն, օդափոխման համակարգն է, կենսաբահովման մյուս կից սենյակներն են, որոնք շատ պետք են։ Փոքրիկ տեղաշարժ կան, այո, խնդիրները շատ են, որպես համերգային դահլիճ օգտագործվում է։ Ասեմ ձեզ, հիմա տեսեք, համերգային դահլիճներ մենք իրարում ենք, քաղաքում կա, այնպես չէ որ չունենք, բայց ես ֆիլհարմոնիկ դահլիճի մասին եմ խոսում, որը դասական երաժշտության համար ինքը ունի իր պահանջները։ Դա այդպես է, այդ ոլորտի երաժշտությունը ճիշտ ներկայացնելու համար, նաև դրսից երաժիշտներ հրավիրելու եւ դասական երաժշտության ունենալ այսպես
ճիշտ կազմակերպված պարբերականությունը ապահովված սրա համար անհրաժեշտ է այս դահլիճը։ Երևանում ասենք ունենք Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ դահլիճը, Արնո Բաբաջանյան փոքր դահլիճը, ունենք Կոմիտասի կամերային երաժշտության տունը։ Քանի որ սրա մասին խոսեցինք, քաղաքում հիմա ինչ հիմնական դահլիճներ կան, գիտեմ, որ մեկը չէ, միայն կամերային երաժշտության դպրոցի դահլիճը չէ։ Ինչ այլ դահլիճներ կան, որտեղ համերգները, չնայած սրա մասին խոսելու ենք հետագայում, բայց քանի որ խոսքը գնաց, հիմա շեշտենք կոնկրետ տեղերը, վայրերը, որտեղ հիմնականում համերգներ են տեղի ունենում։ Հիմա այստեղից ինչու սկսեցինք խոսքը, որովհետև եթե մենք դասական երաժշտության որպես քաղաքի մշակութային կյանքի կարևոր բաղադրիչ արժեքավորելու ենք եւ նաեւ խնդիրներից ենք խոսելու, պետք է սկսենք դահլիճից։ Իհարկե մենք ունենք դահլիճ։ Փարահեղ դահլիճը օրինակ տեքստիլագործների խմբի մշակույթի տունը, որը 600 տեղանոց դահլիճ է եւ ունի շատ լավ ակուստիկ հնարավորություններ, սա նույնպես կարող է օգտագործվել բեմի հետ կապված ինչ որ փոփոխություններ են արել, որը, ասենք, խաթարել է այս կյանքը։ Ունենք տեխնոլոգիական կենտրոնի դահլիճ, որը ժամանակին հենց ֆիլհարմոնիայի դահլիճն է եղել եւ մեծանուն երաժիշտներ է։ Այստեղ կա փառահեղ ակուստիկա եւ համերգների մեծ մասը քաղաքի պետք է ասեմ, որ անցկացվում է հենց այստեղ։ Բայց ինքը առանձին չէ, ինքը տեխնոլոգիական կենտրոնի կառույցի մի մասն է եւ չի տալիս, օրինակ, հանդերձարան չունի։ Այո։ Ամենատարրական եւ բնականաբար դու չես կարող այնտեղ պարբերական համերգներ կազմակերպել, ազդագրերի հարցն է, տեղակայման հարց է, որն է դասական երաժշտության տունը, բայց դահլիճը օգտագործվում է։ Շատ հետաքրքիր է Թումո ստեղծարար կենտրոնի դահլիճը, որտեղ գիտեք, դա Ալեքսանդրապոլի ժողովրդական արվեստի տունն է, որտեղ առաջին անգամ 1912 թվականին բեմադրվեց Անուշ օպերան Արմեն Տիգրանյանի։ Հիմա այնտեղ շատ լավ վերանորոգված է եւ դահլիճը պարբերաբար տրամադրվում է նաև երաժշտախմբերի, բայց ինքը որպես դահլիճ, հենց այդպես որպես դահլիճ ինքը չի օգտագործում, որտեղ ինքը մեծ լսարան է։ Եվ վերջո սա ուսումնական կենտրոն է։ Մաս է, այո։ Եվ դու չես կարող տնօրինությանը այս պարբերականության մեջ տեղավորվես իրենց, այսպես ասենք, օրակարգի, իրենց ռեժիմի մեջ։ Ուրեմն էլի խոչընդոտ է։ Պարբերաբար, այո։ Յուրահատուկ համերգասրահ դարձավ Սևբերդը։ Ճիշտ է, ակուստիկ հնարավորությունները շատ ավելի համեստ են, որովհետև սա բերդ է ի վերջո։ Եվ մտածում էինք, որ կարելի էր հրավիրել մի քանի ճապոնացի մասնագետների, որոնք հրաշքներ են գործում։ Ցանկացած սրահից իրենք կարող են ստանալ համերգային, նույնիսկ այդ շրջանաձև, այո, իրենք գիտեն թե ձայնադարձման, խոսքը ձայնադարձն է։ Ինչպես այդ ձայնադարձը ճիշտ կազմակերպեն, եւ դա ցանկության դեպքում խնդրեմ չէ։ Մենք խոսեցինք շատ խնդիրների մասին, որ նույն շենքից գալով այդ պարբերականության խնդիրը, բայց չնայած դրան, մեր երիտասարդ, ես ուզում եմ երևի շեշտը դնենք կամերային, Գյումրու կամերային նվագախմբի օրինակով, իդեպս իրենց, չնայած դրան երաժիշտները շարունակում են ստեղծագործել, ունենում են որոշակի պարբերականությամբ համերգներ ու նույնիսկ ունենում են հյուրախաղեր եւ առաջիկայում սպասվում է նման մի հյուրախաղ։ Ես ուզում եմ հենց երաժիշտների մասին խոսենք եւ խոսենք հենց հյուրախաղի մասին։ Մինչեւ ուսանողական նվագախմբին ես ուզում եմ ասել, որ չնայած այս պայմաններին ոչ կանոնակարգված, ոչ համապատասխան, մենք պարբերական համերգներ կարող ենք ունկնդրել այս տարբեր դահլիճներում պետական սիմֆոնիկ նվագախմբի, ժողովրդական գործիքների եւ փողային նվագախմբի։ Ունենում ենք հյուրեր։ Հիմա դահլիճի հետ մեկ խնդրեմն էլ ասում եմ եւ անդրադառնում ենք երիտասարդներին եւ արդեն ինչպես ենք հաղթահարում, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ նստել եւ սպասել, մինչեւ այս բոլոր պայմանները կստեղծվեն, դա կյանքը մեզ այդպես լավ դասեր է տվել եւ հասկանում ենք, որ պետք է գործել ինչքան հնարավոր է շատ այսպես արդյունավետ, շատ ակտիվ եւ հասնել, այո, բոլոր պայմաններին պետք է ուղղակի պայքարել ուժերի ներած չափով բնականաբար, ինչքան որ ուժերն են ներում։ Տեսեք, ունենք համերգներ, ասեցի, ունենք կամերային երաժշտության դահլիճ, բայց օրինակ եկել է աշխարհահռչակ դաշնակահար, որը խորհրդային տարիներին միշտ գալիս էր։ Մենք ունեինք սիմֆոնիկ երաժշտության տասնօրյակներ
եւ կա մի փայլուն դաշնակահար, որը հիմա ապրում է Մոսկվայում, Ալեքսեյ Լյուբիմովը։ Եվ Ալեքսեյ Լյուբիմովը երբ իմացել է, որ մեր դալիճում Կրասնե Մոսկվա այս նախնադարյան վաղուց իր ժամանակը անցած, որովհետև դաշնամուրային գործիքակազմը նույնպես ունի իր չափորոշիչները, իր ստանդարտները, եւ այս գործարանը վաղուց արդեն չկա։ Եվ դրա փոխարեն գալիս են ուրիշ խոսքը մեխանիզմի, տեխնիկական միջոցներ, տեխնիկական հնարավորությունների եւ վերջում հաշվացության, եւ դաշնակահարը, օրինակ Գորովիցը, հայտնի դաշնակահար Գորովիցը, ինքը ուներ այդպիսի սովորություն, ինքը իր ռոյալով էր գնում հյուրախաղերի։ Ինքը իր գործիքին էր սովոր։ Հիմա երբ Լյուբիմովը իմացավ, որ մենք ունենք միայն Կրասնի Մոսկվա, նա իր Երևանի գործընկերներին խնդրել էր եւ չինական Կավայի Շիգերու այս շատ լավ մագնիսի դաշնամուրը ռոյալը բերեցին, սա համերկային գործիք է, տարբեր չափերի, բայց ինքը ունի դա նույն, գիտեք ինչի հետ համեմատեմ, ենթադրենք ավտո մրցաշար է, գիտեք, այս հայտնի սպորտային մեքենաներն են, եւ հանգարց դու տալիս ես բոլորովին ուրիշ, ասենք մարտադար մեքենա, ասում ես դուրս արի իրանց հետ մրցելու։ Չի յուրաքանչյուր ուրեմն ստեղծագործություն կամ կատարողական արվեստ պահանջում է իր չափորոշիչները եւ դրա 50%-ը կատարողի սա գործիքն է, նվագարանը, կոնկրետ ռոյալը։ Եվ բերեցին Երևանից, պատկերացնում եք, մեզ գյումրեցիներից այսպես տխուր տրտում լսեցինք, վայելեցինք այդ գործիքը եւ նորից գործիքը։ Եվ հիմա իհարկե ես ասեմ, որ ճանկեր գործադրում ենք, փորձում ենք բարերարներ գտնել, ինքը շատ թանկ հաճույք է։ Ամենա այսպես քիչ թե շատ անել մոտ 150,000 դոլարի։ Դա ամենամեծը, ես ասում եմ, բայց կա նաեւ 26-27,000 եվրոյի կարգի ֆիրմայի հետ անընդհատ գները տատանվում են, կան նվիրատվություններ։ Մի խոսքով լավ այդ առումով ծանոթացել ենք։ Հիմա մեզ մնում է դալիճը հասկանանք, որ դալիճում եթե նվիրատուն նույնիսկ նվիրում է, ուր տեղադրենք, որ ինքը հիմնական իր տեղը գտնի, որովհետև ամեն տեղաշարժելուց այդ գործիքը վնասվում է։ Ուրեմն համերկային կյանքը Գյումրիում կա եւ մենք շատ ուրախ ենք, որ որքան էլ քիչ, բայց ունենք նաեւ հյուրախաղեր, նույնիսկ սիմֆոնիկ նվագախումբ է գալիս են նշանավոր երաժիշտներ, որոնք նախկինում մեր քաղաքի հետ կապեր են ունեցել, գալիս են երաժիշտներ, որոնք ասում են, իսկ բացի Երևանից Հայաստանում ուրիշ քաղաք չկա։ Խոսքը օտար երկրացիների մասին։ Եվ ահա այսպիսի մի երաժշտի հետ համագործակցելուց, ասեմ, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում ուսանողների եւ դասախոսների ուժերով ստեղծվել է այսպես շատ հետաքրքիր փորձ է, երբ որ սովորողը ուսուցիչի հետ նույն նվագախմբում կայանում է, շատ հետաքրքիր եւ կրթական ծրագիր է կարելի ասել։ Եվ միևնույն ժամանակ սա ուժերի համախմբում է, առավել եւս երբ որ դու քաղաքում ճունես դասական երաժշտության բոլոր գործիքակազմը, օրինակ ալտ նվագարանը կամ թավջութակ նվագարանը կամ կոնտրաբաս նվագարանը, որոնք հատուկ են մեր քաղաքում վաղուց, դպրոցներում, երաժշտական դպրոցներում այդ գործիքների պահանջարկը կարելի ասել է ծնողը երեխային տալիս է երաժշտական կրթության շատ ավելի իրեն հարմար կամ դաշնամուրի կամ չուտայի կամ ավանդական գործիքներին, aber այս գործիքները սա եվրոպական չափորոշիչների մեջ եվրոպական երաժշտությունը ես նորից ուզում եմ մեր ռադիո լսողների մոտ հանկարծ չձևավորվի այնպիսի բան, որ մենք ուզում ենք ֆորմի օտար արժեք մեզանով անել, ուզում ենք տեղայնացնել ինչ-ինչ բաներ, որովհետև ես ուզում եմ ուղղակի հիշեցնել, ես իմ խոսակցությունների մեջ ես օրինակներ եմ ուզում բերել, հենց թեկուզ Կոմիտասի օրինակը, որը բազմաձայնեց հայ մոնոդիկ միաձայն երաժշտությունը, որպեսզի ցույց տա, որ բազմաձայն երաժշտությունը սա համամարտկային երևույթ է եւ մեր միաձայն մտածողությունը ի վիճակի է քառաձայն պատարակ ծնելու։ Դրա համար պետք է կոմպոզիտոր։ Եվ հատուկ գնաց Գերմանիա սովորեց սրա համար։ Նիկոլայոս Տիգրանյանը նույնը էլի եմ կրկնում։ Սա համամարտկային արժեքների մեջ տեղավորված, համամարտկային
ճաշակի, մշակութային կյանքի հոգևոր ուրեմն աշխարհի զարգացման չափորոշիչ է եւ ոչ թե նմանագից ավելի մի ցավոտ օրինակ բերեմ Ալեքսանդր Սպենդիարյանը, որը համարվում է մեր դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը եւ գիտեք օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը Սպենդիարյանի անունով է նա ծնվել էր Ղրիմում Մարև Տրականի տղա էր եւ ապրում էր գեր ապահով կյանքով եւ երբ Ալեքսանդր Թամանյանը նրան 1925 թվականին հրավիրեց կներեք Թամանյանին էլ հրավիրեցին Ալեքսանդր Միասնիկյանը եւ Թամանյանին հրավիրեց եւ Մարտիրոս Սարյանին հրավիրեց եւ Սպենդիարյանին այս մարդը եկավ դուք Երևանը պատկերացնում եք 20-ական թվականների չկար ոչ մի նորմալ կառույց ոչինչ չկար եւ ինքը ստեղծեց այդ սիմֆոնիկ նվագախումբը ստեղծեց Ալբանստ օպերան եւ մեծ սպասումների մեջ էր եւ թոքաբորբից մահացավ ընդամենը 3 տարի հետո այսինքն այս մարդիկ իրենց կյանքն են նվիրել հանուն այս համամարտկային արժեքի որ մենք նույնպես պետք է ունենանք մեր ազգային երաժշտությունը եւ իհարկե ունենանք սերտ առնչություն այդ համամարտկային ժառանգությունը հիմա Wolfgang Amadeus Mozart ավստրիացի է, բայց նրա երաժշտությունը ամենևին ավստրիական չէ։ Այստեղ կա գերմանա, ֆրանսիա, անգլա, հունգարա, ամեն ինչ։ Ու վերջը ինքը դառնում է ամբողջ աշխարհի։ Այո, եւ բոլոր ժողովուրդները ունեցան իրենց, այսպես ասենք, կոմպոզիտորական, պրոֆեսիոնալ երաժշտությունը, որը շատ վաղուց արդեն եվրոպական չէր, համամարտկային էր։ Եվ բարձր աշխարհի բոլոր մայրաքաղաքները աֆրիկյան երկրներում հիմա ինչ բում է արաբական աշխարհում ես ձեզ ուրախալի փաստ ասեմ դա մի ուրեմն Սաուդյան Արաբիայում այսօր 5 կոնսերվատորիա է բացվել 5-ի հիմնադիրներն էլ հայեր են Այստեղ կա հնարավորություն է ես ինչ եմ ուզում ասել որ այդպես եթե երիտասարդ դեր ռադիո ունկնդիրը կամ մի քիչ այս ոլորտին ծանոթ չէ այդ տպավորությունը չստեղծվի որ մենք ուզում ենք ինչ որ եվրոպական արժեք բերել եւ ներդնել ոչ մենք շատ մեծ ժառանգություն ունենք եւ ունենք շատ գեղեցիկ ավանդույթներ ունենք անհատներ որոնք վաղուց արդեն ապացուցել են որ դասական կոմպոզիտորական երաժշտությունը որը ունի իր չափորոշիչները, իր կարելի ասել մտածողության, իր ազդեցության, ինչ ասեմ, շերտերը։ Եվ այս առումով կոնսերվատորիայի այս նվագախումբը 2019 թվականին ունենք մի շատ լավ դիրիժոր, չթակահար Արմեն Կարջյանի, այսպես շատ մեծ ոգևորությամբ եւ իհարկե առիթը, որ այս նվագախումբը հանդես գա, որն էր առիթը նորից պետք է մեծ այսպես երախտագիտությամբ շնորհակալություն հայտնեմ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թոմասյանին, որը սկսած 19 թվականից ամեն տարի ամռանը հենց հունիս ամսին կազմակերպում է արվեստի շաբաթ, հենց այդպես է կոչվում է արտ շաբաթ։ Այո։ Արտ շաբաթ եւ բոլոր երաժշտական կրթօջախները Գյումրու այնտեղ մասնակցում են եւ առաջին անգամ կոնսերվատորիայի նվագախումբը շատ հաջող ելույթ ունեցավ շատ ոգևորվեցին ուսանողներ, դասախոսներ եւ սկսվեց համերգային կատարողական կյանքը։ Եվ որբիսի ուժերի, այսպես փորձարկումը լիներ, առաջինը ուրեմն 2018 թվականին Բեթհովենի ծննդյան 250-ամյակի արդիվ էր մեր նշանավոր աշխարհահռչակ երգչուհիներից մեկը ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը որոշեց Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մենակատարների հետ հնչեցնել Բեթհովենի վոկալ ստեղծագործությունների ուրեմն շարքը։ Էլի շատ մեծ հաջողություն ունեցավ։ Այնուհետև, ինչպես մի քիչ առաջ ասեցի, շատ հետաքրքիր դաշնակահար էր Ժոզեֆ Մորիս Վեդերը, շվեյցարացի, որը եկել էր ուղղակի Երևանում պայմանագրով, համերգային, գիտեք, ուրեմն պայմանագիր են կնքում հոնորարով, տոմսակներով, ինչպես կարգ է, այդպես է կազմակերպվում համերգը եւ կամերային երաժշտության ազգային կենտրոն ունենք Երևանում, այդ հարցն էր տվել, իսկ բացի Երևանից կա ուրիշ նվագա, ուրիշ քաղաքում կարելի է հանդես գալ։
Եվ այսպես մտերմիկ ծանոթությունների միջոցով մենք հասկացրինք պարոն Արմեն Սուկյասյանին, որ մենք սիրով կհյուրընկալենք եւ կատարեցին շատ բարդ ստեղծագործություն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրային երկրորդ կոնցերտը, որը փոխադրված էր կամերային նվագախմբի համար։ Կամերային նվագախմբի կազմը 15 հոգի է ընդամենը։ Ես մի թեմայի մասին, մի խնդրի մասին եմ ուզում խոսել, հարգելի նվարդ։ Պահը, երբ գալիս է մեր օրինակով, որ նույնիսկ եւ սիմֆոնիկ նվագախումբ ունենք, եւ նաեւ կամերային նվագախումբ, ցեք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ունի 700 ուսանող։ Եվ մենք 10 մարզեր ենք։ Այդ կոնսերվատորիան լի կարող է բավարարել 10 մարզ կենտրոններում այսպիսի 15 հոգանոց նվագախումբ ունենալը։ Հյուրախաղերով դասական երաժշտության ու առհասարակ մյուս երաժշտության զարգացում չի լինում։ Ինքը պետք է այդ սնունդը ամենօրյա լինի, տեղում պետք է լինի։ Դա շատ հեշտ է համայնքապետարաններին, եթե այսպես նախարարությունից տրվի, ես դա եմ ասում, երբ խորհրդային միությունը ձևավորեց, ասեցին, որ 15 հանրապետություններ են, նոր ժամանակ մեր Սպալտյանը դեռ չկար։ Պետք է ունենաք ձեր օպերային թատրոնները։ Վերջ, հրահանգը տրված է, սա չափորոշիչ է։ Սա քաղաքացու, այս երկրի քաղաքացուն ու տվյալ դեպքում խորհրդային երկրի քաղաքացու լիարժեք զարգացման գրավականներից մեկն է։ Դե կասեին, դե ժողովրդականով ձեր ամեն մեկը ձեր ժողովրդական երաժշտությունով, որը շատ կարևոր է, բավարարվեք, բա ինչու օպերան։ Եվ բոլոր հանրապետությունները, ել եմ ասում, Միջին ասիական հանրապետությունները, սրանք խաշնարած ժողովուրդներ էին, սրանք չունեին նույնիսկ տար, ես չեմ ուզում սխալ հասկացվի, բայց այդպես է, բոլորը ռուսատար էին գրում, այդ թվում նաև մեր հարևանները, որոնք այսօր աղվանական մշակույթի հետնորդներ են իրենց հռչակել, չեն ունեցել։ Ես այսօր ռուսատար ադրբեջաներենով, ասեմ ձեզ, ես այսօր ռուսատար ադրբեջաներով 1966 թվականին հրատարակված ադրբեջանական սովետական հանրագիտարանից նախադասությունը դուրս եմ բերել, որ կոնսերվատորիայի հիմնադիրը Սաշա Օգանեզաշվիլին է 1920 թվական։ Դուք այսօր կարտացեք Բակինսկայա կոնսերվատորիա, այդ տողը չկա։ Ես ուզում եմ վերադառնանք կամերային նվագախմբի մասնավորապես հյուրախաղերին։ Ինչու են նման հյուրախաղերը, փորձի փոխանակումը, համերգները հենց երաժիշտների համար կարևոր։ Եվ արդյոք մեր Գյումրու երաժիշտները պահանջված են կամ հետաքրքրություն են առաջացնում նույն եվրոպացի հանդիսատեսի մոտ։ Ես հիմա մեծ ուրախությամբ, հպարտությամբ եւ այսպես ինչ որ փոքրիկ հաղթական քայլի մասին եմ ուզում խոսել եւ շատ ուրախ եմ, որ դուք հենց այդ թեման շոշափում եք ձեր հաղորդման մեջ։ Ինչպես ասեցի, առաջին փորձը շատ հաջողված էր Ժոզեֆ Մորիսի հետ եւ մենք սկսեցինք համագործակցել ազգային երաժշտության կամերային կենտրոնի հետ։ Եվ այդ ծրագրում կա այսպիսի մի այդ կենտրոնում կա մի ծրագիր, որը կոչվում է հայահավաք։ Այսինքն հրավիրում են աշխարհի տարբեր ծայրերում լայն համերգային արդեն բուրըն գործունեություն ծավալած վարպետ երաժիշտների։ Ահա դրանցից մեկն էր Գերմանիայի Դետմոլդ քաղաքի բարձրագույն երաժշտական դպրոցի, մենք կոնսերվատորիա ենք ասում, իրենք Հոխշուլե են ասում։ Այսինքն բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, ջութակար, Երևանում ծնված, Բելգիայում կրթություն ստացած, հետո Գերմանիայում կրթություն ստացած եւ հիմա 41-ամյա Արամ Բադալյանը պրոֆեսոր։ Ես հպարտությամբ եմ այս անունը տալիս, որովհետեւ երբ ասում եմ կյանքը քեզ ընտրաջ է գալիս, ահա Արամ Բադալյանը այդ հաջողված մեր այսպես ցանկությունների, երազանքների կատարողը եղավ։ Եվ նա առաջին անգամ Մենդելսոնի երկրորդ ուրեմն ջութակի կոնցերտը կատարեց մեր նվագախմբի հետ, եւ մենք ընդամենը հետո մտերմաբար իրեն խնդրեցինք, իսկ հնարավոր է ձեզ հետ համագործակցել։ Սրա համար անհրաժեշտ են մեծ գումարներ։ Բայց ցանկության դեպքում այդ գումարները կարող են նաեւ ինչ որտեղ երկրորդական տեղ զբաղեցնել։ Նորից ու նորից ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել, որովհետև Արամ Բադալյանը շատ մեծ համերգային գործունեություն ծավալելով, մանկավարժական գործունեություն ծավալելու հետ մեկտեղ
համաձայնեց նվագախումբը ուղղակի իր ձեռքի տակ վերցնել։ Սա նշանակում է, որ մենք ունեցանք հանդիպումներ, վարպետության դասեր եւ իհարկե արդեն 1 տարի ծանոթությունից հետո մենք նրան խնդրեցինք, որ դառնա մեր նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։ Եվ ահա, ընդամենը փոքր ժամանակ անց մենք հրավեր ենք ստացել Դետմոլդի կոնսերվատորիայից։ Եվ քանի որ հանդիպումը պետք է լիներ ապրիլի, իսկ ինչ է նշանակում հրավեր, նշանակում է, որ Դետմոլդի կոնսերվատորիայի կամերային երաժշտության ամբիոնը, նվագախմբային ամբիոնը հրավիրում է մեր նվագախմբին իրենց դիրիժորների, երաժիշտների հետ փորձի փոխանակման, համատեղ նվագացանք մշակելու եւ միմյանց փորձի փոխանակություն կատարելու համար։ Այսինքն մեր երաժիշտները պետք է հանդես գան գերմանացի դիրիժորների հետ։ Բայց քանի որ դա ապրիլի 15-ից մինչև մայիսի 15-ն էր, մենք հրավերներ ստացանք նաև Գերմանիայի եւ Ավստրիայի մեր հայկական համայնքներից եւ հպարտությամբ եւ հուզմունքով ուզում եմ ասել, որ ուղիղ հեռարձակմամբ մենք կարող ենք Շտուտգարտից հետևել հայոց մեծ ցեղասպանության 110-ամյա տարելիցին նվիրված համերգին, որի պատիվը տրված է մեր նվագախմբին հատուկ հայ երաժշտության ծրագրով։ Ուրախությամբ տեղեկացանք, որ ուղիղ հեռարձակում է լինելու եւ անհամբեր սպասում ենք, դա ապրիլի 24-ին։ Համերգներ լինելու են Կարլսրուեում, ուրեմն Բերլինում, այնուհետև հրավեր ունենք նաեւ մեր լավ բարեկամ Գայանե Միրզոյանի կողմից, որը նույնպես եկել եւ կամավոր իր վարպետության ալտահար է եւ նվագում է Վիեննայի ամենատարբեր հեղինակավոր նվագախմբերում, ահա իր նախաձեռնությամբ եւ նյութական այսպես միջոցների շնորհիվ տրանսպորտային եւ կացության բոլոր հարցերի լուծմամբ մեր նվագախումբը ելույթ է ունենալու նաեւ ապրիլի 26-ին Վիեննայում։ Այո, կարծում եմ, որ սա ճիշտ աշխատանքի եւ շատ մեծ ձգտման արդյունք է, երբ որ դու ուզում ես, որ քեզ գավառական այսպես մթնոլորտի մեջ չդիտեն, որ լավ, եթե երկրորդ քաղաքն է, կարող է մի քիչ էլ ինքը ունենա համեստ հնարավորություններ, կարող են լինել ներելի, հանդուրժելի թերություններ, ոչ։ Չափորոշիչները մեկն է, նախ ասեմ, որ վարպետության կատարելիության երբեք ոչ մեկը չի հասնում, դա արվեստի բնույթն է, բայց բոլորը ձգտում են, բայց պետք է ձգտել եւ ինչու ասվի, որ եթե մայրաքաղաքից հեռու է, լավ ներելի է ինչ Բայց ես հակառակը կասեի Հայաստանի կոնկրետ օրինակի վրա մարզերի թե արվեստի ոլորտի գործիչները թե գիտության ավելի շատ են աշխատում ու միշտ տարբերվում են երևանցիների հետ համեմատության մեջ իրանց աշխատասիրությամբ ձգտելով հետաքրքրասիրությամբ որ պրպտելով նոր գիտելիքներ գտնելով այսինքն այդ մյուս կարծրատիպն էլ կա որ ավելի ձգտող են միշտ փոքր քաղաքներից հատկապես Գյումրիից ծնունդ առած եւ ճանապարհը սկսած երաժիշտները, գիտնականները, պարզապես տարբեր ոլորտների մասնագետները։ Իհարկե, այդ երևույթը կա, պարզապես ուզում եմ ասել, որ պայմանները հավասար չեն։ Սա է ցավալին եւ ցանկության դեպքում կարելի է դա իհարկե ես նոր ասեցի։ 10 մարզ կենտրոններում կարելի ունենալ կամերային, ուրեմն նվագախմբեր, լեմ ասում, կոնսերվատորիան լի տալիս է այդ կադրերը եւ երբ որ դու ցավոք այսօր էլ այդպես մայրաքաղաք եւ ուրեմն մարզեր այս դիրքորոշումը վաղուց իր դարն ապրել է եւ այսօր շատ լավ տեսնում ենք որ եւ զբոսաշրջությունը եւ մնացած բոլոր երևույթները ամբողջ Հայաստանը պետք է ներառեն մանավանդ որ ինքը շատ փոքրիկ երկիր է սա անծայրացի երկիր է չէ որ ասենք խնդիր կա հասցնելու տրանսպորտի եւ այլն Բայց որ այո ձգտումը շատ ավելին է հենց միայն դրա համար որպեսզի ցույց տան որ այո մենք նույնպես կարող ենք որտեղ մայրաքաղաքի պայմանները բոլորովին այլ են այստեղ կա ամեն ինչ եւ շատ լավ է որ կա բայց ցանկության դեպքում այո ցանկության դեպքում համայնքը կարող է իր մեջ ուժ գտնել ընդամենը պետք է չափորոշիչներին համապատասխանեցնել ցանկությունը այդտեղից պիտի գա եթե ես ունեմ այսպիսի նվագախումբ, ես ունեմ այսպիսի ոլորտ,
որոնք են դրա չափորոշիչները։ Այս յոլա գնալու, օրեր մտնեցնելու, պես գիտես այն Թումանյանի Գիգորի Համբոյի օրեր են կմտնեն, գիտես այնքան խորհրդանշական է տարել։ Մտնել անցնելը պրծավ, վերջացավ, էլ դիմանալու, չէ, այդ սահմաններ կան, մտնել անց կենալու, հիմա ժամանակն է ճիշտ աշխատելու, ճիշտ ուժերը համախմբելու եւ իհարկե նորից եմ գրում մասնագիտական մոտեցում։ Մենք սիրում ենք հատկապես հայերիս մեջ կա որ բոլորը վարչապետեր են, բոլորը տնօրեններ են, բոլորը ինձ տային ես 5 օրում ես կան։ Այս երևույթը շատ հարցերում բացասական է։ Նույնիսկ ուղղակի պետք է ականջալուր լինել։ Այո, նույնիսկ շատ բարձր պաշտոնյաներ պետք է ականջալուր լինեն։ Մասնագետը ինչ է ասում, ընդամենը իսկ մասնագետը սա փորձ է, մասնագետը սա գիտելիք է, սա իհարկե նաև իր վաստակած, այսպես ասենք, աշխատանքի արդյունքն է։ Միթե սրա մեջ վատ բան կա։ Եթե դու պահպանել ես չափորոշիչները, ուրեմն դու հավասար կարող ես, տեսեք, միջնադարում հայ եկեղեցական երաժշտությունը նույն չափորոշիչներ է թելադրել Եվրոպային։ Ես ուղղակի բառացիորեն ասեմ, կար խորհրդային տարիներին հայտնի երաժշտագետ, ուրեմն Կոնենը, Վալենտինա Ժոզեֆի Կոնենը, ազգությամբ հրեա, բայց ինքը ռուսական խորհրդային երաժշտագետ։ Նա մի հոդվածի մեջ գրել էր, որ Յոհան Սեբաստիան, ես տարածի եմ թարգմանում, ռուսերեն չեմ ուզում ասել։ Ասում է Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործության հիմքում Գրիգորյան խորալն է։ Դա այդպիսի օրհներգի է 7-րդ դարի Հռոմի պապ Գրիգոր պապի ժողովածուից։ Օրհներգեր են, մենք շարական ենք ասում, իրենք ասում են խորալ։ Ասում է 7-րդ դարի, որոնք ստեղծվել են հայկական պատարագի անմիջական ազդեցությամբ։ Երբ հասկանում եք, մենք ունեցել ենք այդ փորձը, երբ որ մենք այո աշխարհագրորեն միգուցե Եվրոպայի մեջ չենք, բայց մեր տված ժառանգությամբ, մեր մշակութային, ինչու ոչ նաև տնտեսական, որովհետև ինչպես կյանքը ցույց է տվել, երբ ասում ենք հայկական վերածնունդ, անիում սա արդեն եւ գիտական, եւ տնտեսական, եւ մշակութային նույն հարթությունն է։ Մենք միայն մշակույթ ենք ասում, բայց այստեղ գիտելիք է եղել եւ այդ գիտելիքը շատ լավ ճանապարհորդները տարել են Եվրոպա եւ շատ բաներ են յուրացրել։ Հիմա նույնը այս պրոֆեսիոնալ եթե կա մասնագիտական կապ չունի, սպորտն է, կապ չունի, գիտելիքն է, հիմա այսքան տեխնոլոգիական մենք լավ ուրեմն ունենք ցանց եւ ունենք շարժ։ Եթե մասնագետ չաշխատեր, յոլա գնալով լիներ, ինքը կարող էր գոյատևել։ Բայց գիտես ինչու է, կրթության մեջ, մնացած ոլորտներում, տնտեսագիտության մեջ, առողջապահության մեջ յոլա գնալու այս պահը մեզ այսօր արդեն սա աններելի, անթույլատրելի է։ Բայց որ մենք մեծ սպասումներ ունենք եւ կարծում եմ, որ նվագախումբը կարող է ինքնուրույն գործունեություն ծավալել եւ առաջին այս փորձից հետո կարծում եմ կունենանք նաև այլ հրավերներ եւ Արամ Բադալյանի խոսքերն եմ ուզում կրկնել նորից նրան խորին երախտագիտություն հայտնելով մեր ամբողջ ուրեմն ստեղծագործական հանրույթից։ Այս հյուրախաղերից հետո մենք սպասում ենք հատուկ հրավերներ։ Ես ասում եմ այնպես պիտի աշխատեմ ձեզ հետ, որ Եվրոպայից հատուկ կան ձեր նվագախումբը լսելու, մեր նվագախումբը լսելու։ Եվ սա այո ցցուն օրինակ է, թե ինչպես պետք է ճիշտ աշխատել, նորից եմ կրկնում, մասնագիտական մոտեցում պետք է լինի։ Եվ իհարկե այն մարդիկ, որոնք մենք ղեկավարություն ենք ասում, կամ այն մարդիկ, որոնք ունեն վարչական ինչ-ինչ լծակներ, պետք է այսպես լավ բառ կա հայերեն, անսալ, այսինքն լսել, հաղորդալուր լինել մասնագետի խոսքի։ Ի շահ մեր քաղաքի ընդհանուրից շահն է, սա ինչ որ անհատների ամբիցիաները չեն, անհատների մեծ ցանկությունը չէ, սա մեր քաղաքի դիմագիծն է, առավել եւս տեսեք туриզմի մասին ենք խոսում։ Եթե դու ճունես ֆիլարմոնիկ դահլիճ տուրիստներին, ես ստիպված մեր համերգները, որոնք տեխնոլոգիական կենտրոնում ենք հիմնականում անցկացնում, երկու օպերա կոնսերվատորիան բեմադրեց իտալացի ռեժիսոր Ֆիլիպո Ռոտոնդոյի հետ հենց Թումոյում, որտեղ անուշներ բեմադրվել, այսինքն ցանկության դեպքում կարելի է նաև այս ուրեմն տեխնոլոգիաներ կիրառել եւ ինչու ոչ մենք նույնպես հաղորդագից լինենք այս
Վերադառնանք Գյումրի, Տիկին Հարությունյան, հարցս հետևյալն է. ինչու է կարևոր Գյումրիում իրականացնել դասական համերգներ, ինչու է կարևոր, որպեսզի դասական երաժշտությունը Գյումրիում հնչի, հատկապես երիտասարդության մասին խոսելուց, երիտասարդության առանցքով, որպեսզի ես գիտեմ հիմա հիմնականում որպես հանդիսատես համերգներին ներկա են գտնվում քիչ թե շատ երաժշտության հետ կապ ունեցող մարդիկ, դասախոսները, երաժշտական դպրոցի ուսուցիչները, մեկ-մեկ աշակերտները, այսինքն ինքը պարփակված փոքր հանդիսատեսի ցանկ է։ Ինչու է կարևոր այդ համերգները շատ անել եւ ընդլայնել հանդիսատեսին ներգրավելով երիտասարդներին։ Լիովին համամիտ եմ եւ կարծում եմ, որ ընդհանրապես կազմակերպչական աշխատանքի դալիճի մասին խոսեցինք, բնական է դա շատ ավելի հեշտ կլինի, երբ որ կունենաս դալիճ եւ նույնիսկ էլեկտրոնային տոմսերի իրացում եւ ազդագրերի ճիշտ բաշխում արդեն, ինչպես մեր թատրոնին է, գիտես որտեղ է ազդագիրը, օրը, ժամը, տոմսար կղա, սա կազմակերպելու համար հիմա այս էլեկտրոնային առցանց շփումները ինչ որտեղ նաեւ հեշտացրել է, բայց ինչու է Պետք է, որովհետև նորից ուզում եմ կրկնել, սա լիարժեք քաղաքացու հասարակության անդամի կայացման համար եւ լիարժեք կյանքի համար դասական երաժշտությունը արդեն վաղուց իր տեղը ունի բոլոր զարգացած երկրներում, նույնիսկ թույլ զարգացած երկրներում։ Եվ հոգևոր սննդի մշակութային կյանքի, մարդու մշակութային կյանքին առնչման այս սահմանները լավագույն ձևով կարող է ընդլայնել դասական երաժշտությունը, թողնել անջնջելի հետք, նույնիսկ ոչ գիտակցված։ Օրինակ Տատյանա Չերնիգովսկայան, որը մարդկային ուղեղի մասնագետ է, միշտ խորհուրդ է տալիս անպայման լսել դասական երաժշտություն, որը կատարում է ներկանգային, ուղեղային, բջիջային, նեյրո այս շփումների այնպիսի աշխատանք, որի մասին մենք նույնիսկ գաղափար չունենք եւ սա զուտ, այսպես ասենք, ֆիզիոլոգիայի նույնիսկ առումով, իսկ զուտ գեղագիտական դաստիարակության, գեղագիտական ճաշակի ձևավորման, հոգևոր պահանջի առումով, այս սնունդ է, ինքը նույնպես շատ սնունդ է եւ մեզ թույլ է տալիս ավելի լիարժեք կյանքով ապրելու եւ ոչ թե սահմանափակ նույնատիպ օրեր իրար հետևից լրացնելու։ Սա շատ կարեւոր երևույթ է եւ պետք է ուժերը համախմբենք, որպեսզի այս ուղղությամբ ճիշտ եւ նպատակասլաց աշխատանքի պետք կատարել։ Շնորհակալություն, ես որպես ամփոփում ուզում եմ առաջարկել ձեզ, այսպես ասած, որպես ուղերձ հրավեր մեր ռադիո լսողներին, հենց դուք հրավիրեք Գյումրի, հենց դասական երաժշտություն լսելու համար։ Սիրով, եթե Ռադիո Մարիամը ունի այս հնարավորությունը տարածելու, ինչ որտեղ նաեւ հետո քննարկելու, կարծիքներ արտահայտելու, որովհետև սա նույնպես շատ կարևոր է, տպավորություններով կիսվելու, մենք պատրաստ ենք համագործակցելու եւ կարծում եմ այդ համագործակցությունը իր կարևոր արդյունքը պատուղները կտա։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, այսքանը մենք ավարտեցինք։ Շատ շնորհակալ եմ։